Տարին Դիլիջանում շարանբեյանական է, արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, հայ ժողովրդական արվեստի հմուտ գիտակ, մի քանի թանգարանների հիմնադիր Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը Դիլիջանում նրա հիմնած եւ իր անունը կրող մանկական գեղարվեստի դպրոցում է, որը Հիշարժան Հոբելյանը դիմավորում է հիմնովին նորոգված եւ բարեփոխված։ Այսօր արդեն առավել լավ պայմաններում կարողանում է իր գործունեությունը շարունակել։ Դա մեզ համար շատ պարտավորեցնող է եւ ես մեծ ուրախությամբ եւ մեծ հիացմունքով եմ միշտ ներկայացնում Գեղարվեստի մանկական դպրոցը ի պատիվ Հովհաննես Շարամբեյանի, մեր հիմնադրի, ով հանդիսանում է մեր մեծ վարպետը եւ մեծ ուսուցիչը, եւ մենք այսօր այնինչ ունենք Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնության եւ իր ջանքերի շնորհիվ է։ Այստեղ ամենուր զգալի է շարանբեյանական շունչը, կրթօջախի հենց մուտքի մոտ գեղանկարչի մեծադիր դիմանկարն է, որը վրցնել է նրա առաջին սաներից մեկը, իսկ ցուցասրահում դպրոցի սաների գունեղ ու տպավորիչ գործերն են։ Այս շենքում դպրոցը գործում է 1970 թվականից, աշակերտների թիվը տարեցտարի ավելացել է, այժմ նաև երկու գյուղում գործող մասնաճյուղերում, կերպարվեստի եւ պարարվեստի բաժիններում 450-ից ավելի սան է սովորում, իսկ ամեն ինչ սկսվել էր հեռավոր 1947-ին, երբ Շարամբեյանը քաղաքի գրադարանին կից հիմնեց նկարչական ստուդիա, որի սահմանած գեղագիտական ճաշակի չափանիշն այսօր էլ ուղեկցում է նրա սաներից շատերին։ Նրա ավանդը այս կրթօջախի ձևավորման գործում շատ մեծ է եղել, հատկապես կրթությանը շատ մեծ տեղ է հատկացրել եւ Դիլիջանում առհասարակ գեղագիտական ճաշակի բարձրացման գործում նոր սերնդին փոխանցելու գիտելիքները նրա ավանդը բավական մեծ է եղել եւ կարելի ասել դպրոցը արդեն այդ ջանքերի խտացումն ու արդյունքն է։ Գեղանկարիչ Համլետ Ասատրյանը նրա առաջին սաներից է, շուտով 80-ամյակի շեմը կհատի։ Նրա խոսքով հիմա ինքը 20 տարով մեծ է իր ուսուցչից, նա կյանքից վախ հեռացավ, 60-ը չբոլորած, բայց մի քանի կյանք ապրեց։ Ասում է, իրենք սկսեցին Դիլիջանին նայել ընկեր Վանիկի աչքերով եւ այդ զգացումը միշտ իրենց հետ է։ Մի թելով գրում էր Դիլիջանյան դպրոց, այսպեսի հասկացություն կար, կանաչների սիմֆոնիա, աշտանային ուրեմն գունագեղ Դիլիջանը, իսկ Դիլիջանը դարձավ մեր համար մի խենթության տարածք, որ միջևայի մեջից արդեն մի պլյուս 80 տարեկան եմ դառնում, ինձ դուր չի գալիս, մշակույթի նվիրված բան։ Դիլիջանում նա ավելի շատ Վանիկ ջան էր։ Հովհաննես Շարամբեյան մարդու արվեստագետի մշակույթի անմնացորդ եւ անխոժ նվիրյալի մասին ցուցադրված Վանիկը ֆիլմը ամբողջացնում է նրա կերպարը, թեև ֆիլմի հեղինակների խոսքով այն չի կարելի համարել ավարտված, քանի որ բացահայտումները սպառված չեն։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։